44 օրյա պատերազմից հետո Եռաբլուրում ամփոփված մեր եղբայրների շիրիմները կրկնապատկվել են։ Սա անհերքելի մի փաստ է, որը մոռանալու բարոյական իրավունք ոչ ոք չունի, անկախ զբաղեցրած պաշտոնից։ Դեռ անցած տարի ջրականում գտանք 9-րդ պաշտպանական շրջանի կողմից խոցված առնվազն 7-ից 8 տասնյակ ադրբեջանական զրահատեխնիկան, որոնց փաստավավերագրված արբանյակային լուսանկարները պահված են պետական արխիվներում։ Իսկ այսօր ինչու չենք կռվել ու ինչու չենք զոհվել հարցերին կպատասխանենք, վերլուծելով Հադրութի առաջին պաշտպանական շրջանի քարտեզը, որտեղ կրկին գտնվել են տասնյակներով խոցված ադրբեջանական T-72 Ասլան և T-90S տանկեր, հետևակի մարտական մեքենաներ ու զրահափոխադրիչներ, ինժեներասակրավորային, էվակուացիոն և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաև անձնակազմի կուտակումներ, զրահատեխնիկայի կենտրոնացման շրջաններ ու խոցված տեխնիկայի վերանորոգման կետեր։ Ցավոք, 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը գաղտնիության աստիճան է ստացել, ու մինչ օրս պատերազմի վերաբերյալ մեր կարծիքները ձևավորվել են ոչ թե պաշտոնական փաստաթղթերի, այլ պատերազմի մասնակիցների պատմությունների հիման վրա։ Ես ամենևին ռազմական փորձագետ չեմ, սակայն ի տարբերություն լռողների և հարմարվածների ունեմ ցանկություն վերլուծելու Արցախի ՊԲ-ի կատարողականն այն հատվածներում, որտեղ արբանյակային լուսանկարները թույլ են տալիս։ Ասեմ ավելին, հողի վրա դաջված թրթուրների հետքերն ու թշնամու տեխնիկայի տարբերվող քողարկիչ գույնը բավարար է, որպեսզի որոշակի պատկերացում կազմենք, թե ինչ ուղղությամբ է թշնամին նախահարձակ եղել, փորձել խորանալ, սակայն ոչնչացվել մեր տղերքի կողմից։ Միայն Ղարախանբեյլի Ֆիզուլի հատվածում հակատանկային մարտկոցի ավագ սերժանտ 20-ամյա Դավիթ Մանվելի Գրիգորյանը խոցել է թշնամու 12 տանկ, 10 զրահատեխնիկա, 1 ինժեներասակրավորային տեխնիկա և 1 TOS ծանր հրետանային համակարգ, ինչի համար Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է առաջին աստիճանի մարտական խաչ շքանշանով։ Նույն տեղանքում Ֆագոտի հաշվարկի հրամանատար 20-ամյա Դավիթ Լյովայի Գրիգորյանը խոցել է 15 տանկ ու 1 հետևակի մարտական մեքենա, իսկ 19-ամյա Յուրա Հայկարամի Ալավերդյանը խոցել է 12 տանկ, 2 Ֆագոտ հաշվարկ և 4 տրանսպորտային միջոց։ Հոկտեմբերի 4-ին երկուսն էլ Արցախի նախագահի կողմից արժանացել են Արցախի հերոս կոչմանը։ Հիշեցնեմ, որ այս արբանյակային լուսանկարներն արվել են 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, իսկ տղաները պարգևատրվել են հաջորդ օրը։ Միայն նրանց խոցումների համագումարը կազմում է առնվազն 50 զրահատեխնիկա։ Սրան էլ գումարում ենք 9 ՊՇ-ի խոցած 80-ը և ստացվում է մոտ 50 կիլոմետր երկարությամբ, 2 պաշտպանական բնագծերի ճակատով հոկտեմբերի 3-ի դրությամբ խոցվել է առնվազն 130 ադրբեջանական զրահատեխնիկա։ Դե Գենշտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի ականջը կանչի։ Իսկ հիմա փաստերով։ Համակարգչով մտնում ենք Google Earth։ Մոտենում Լելեթեփե բարձունքին, ժամանակացույցը դնում հոկտեմբերի 3-ը 2020 թվական և 9-րդ պաշտպանականի այս կապույտ բնագծով շարժվում դեպի հյուսիս, մինչև դեղին բաժանարար գիծը։ Գծից այն կողմ սկսվում է Հադրութի առաջին պաշտպանական շրջանը, որտեղ կարմիր վանդակների մեջ պարզ նկատվում են անապատային խակի գույնով ներկված ադրբեջանական տեխնիկայի կուտակումները։ Շփման գծում նկատում ենք, թե ինչպես է ադրբեջանական հողափորը ճանապարհ բացել տեխնիկայի համար, սակայն խոցվել է կամ Ֆագոտով դիմացի դիրքից, կամ էլ հրետանու արկերից, արկափոսերը դա են վկայում։ Նշեմ, որ քարտեզի բոլոր խոցումները հաստատված են պատերազմի մասնակից զինծառայողների կողմից։ Մեր խոցած ադրբեջանական տեխնիկան վերցված է սպիտակ վանդակի մեջ ու նշված սև գույնի ցուցիչով, իսկ հակառակորդի կողմից խոցածը նշված է սպիտակ ցուցիչով։ Աջ կողմում տեսնում ենք անօդաչու թռչող սարք հիշեցնող բեկորներ։ Պայթյունի հետքերը երևում են, սակայն խոցում չկա։ Սայիդ Ահմադլի գյուղի երկայնքով բարձրանում ենք մեկ այլ հողափորի բացած ճանապարհի մոտ ու թրթուրների հետքերով իջնում ներքև, որտեղ տեխնիկայի ու զորքի մեծ կուտակումներ ենք նկատում։ Վերևում տեսնում ենք խոցված IMR-2 ինժեներական տեխնիկա, աջ կողմում եւս մեկը, որը լքված է։ Մոտենում ենք հաջորդ կուտակմանը, նկատում էվակուացիոն Բրեմը և ինժեներական IMR-ը։ Աջ հատվածում 131 դիրքի թիկունքում տեսնում ենք 2 խոցված թրթուրավոր զրահատեխնիկա, որոնք դիմացի հատվածում ականազերծիչներ ունեն։ 134 դիրքի դիմաց տեսնում ենք խոցված ու այրված հողափոր տեխնիկա և 1, 2, 3-րդ T-72 Ասլան տանկն էլ 135 դիրքի դիմաց։ Հնարավոր է, որ սա էլ է խոցված, կրկին թրթուրների հետքերով իջնում ենք ներքև, ֆիքսում կուտակումը,
Մի փոքր էլ ենք իջնում ու գտնում թշնամու զրահատեխնիկա եւ տրանսպորտային միջոցների կենտրոնացման շրջանը, որն իրականում Իսկանդերի 1-2 հարվածից ամբողջովին կբնաջնջվեր։ Վերևում տեսնում ենք 136 դիրքից խոցված BMP-ն, հետո 136 դիրքի թիկունքում խոցվածը, աջ հատվածի կուտակումը, մի փոքր վերևում հողափորը, այնուհետ 400 դիրքի դիմաց խոցված տանկը, 200 դիրքի տանկային ռովում խոցված T-72-ը, BMP-2-ը, T-72-ն իրականազերծիչով, եւս մեկը, երկրորդը, երրորդը, չորրորդը, որը շուռ է եկել, իսկ կողքին անձնակազմի կուտակում կա։ Մոտենում ենք Կարախանբեյլի գյուղի մատույցներին։ Գերեզմանոցից ոչ հեռու գտնում խոցված BMP-2-ը, BTR հիշեցնող տեխնիկան, եւս մի BMP-2, իսկ մոտակայքում կրկին անձնակազմի կուտակումներ տեսնում։ 1, 2, 3, 4, սա էլ 5։ Փորձը ցույց տվեց, որ օրեր շարունակ հարձակվելուց ու ոչնչանալուց հետո թշնամին դադարել է ճակատ առ ճակատ դուրս գալ։ Նույնը 9-րդ պաշտպանական շրջանում էր։ Եթե ադրբեջանական զրահափոխադրիչը կամ հետևակի մարտական մեքենան խոցվում էր, այդ վտանգավոր ուղղությամբ այլևս տեխնիկա չէր ուղարկվում։ Փոխարենն անձնակազմին տրվում էին զգոնությունը, մտավոր եւ ֆիզիկական կատարողականը բարձրացնող էներգետիկ հաբեր, որոնց ազդեցության տակ էլ մարտիկները ողջ մարտալրակազմով առանց դադարների կիլոմետրերով երթ էին անում ու փորձում ներթափանցել թիկունք։ Շարունակենք։ Վերևում տեսնում ենք երկու միավոր BMP-2, որոնք խոցել է բետոնե կամրջին կից անտառում քողարկված մեր T-72 տանկը։ Աջ հատվածում առաջին պաշտպանական շրջանի մեքենաների կենտրոնացման շրջանն է։ Մոտակայքում գտնվող ադրբեջանական BMP-ները խոցվել են ֆագոտով։ Ավելի աջ կգտնենք խոցված եւս մի BMP-2։ Դեպի ձախ T-72 Ասլան եւ T-90S։ Երկուսն էլ մոտ 200 մետր հեռավորության վրա SPG-9-ով խոցել է Հադրութի մոբը։ Դեպի ձախ 300 դիրքն է։ Այս BTR-ն ու BMP-ն խոցվել են Մուշ հրամանատարական բունկերից, իսկ այս T-72-ը խոցվել է ականանետով։ Իջնում ենք ներքև։ T-90S, Էվակուացիոն Brem L, եւս մի T-90S։ Դեպի ձախ BTR-82, T-72 եւ խոցված ու կողաշրջված T-90S։ Եվս մի BMP-2, մոխրացած T-72 Ասլան, որի աշտարակը պայթյունից մի քանի մետր այն կողմ է շպրտվել։ Շարունակում ենք իջնել դեպի Ջոնսոնի դիրք, BMP-2, Pick-up, BMP-2, կրկին BMP-2, եվս մեկը, հերթական մոխրացած տանկը, եվս մեկը, եվս երկուսը ռովից աջ ու ձախ, իսկ ռովի ներսում իրար մեջ մխրճված ու խոցված 3 միավոր զրահապատ տրանսպորտային միջոց։ Մյուսներն էլ աջ կողմում հանգիստ սպասում են իրենց հերթին։ Փաստորեն, միայն 54 միավոր խոցված ադրբեջանական զրահատեխնիկա մենք գտանք հոկտեմբերի 3-ի դրությամբ, թե որքան է խոցվել հետո, գիտի միայն Աստված։ Հիմա կրկին գնանք առաջին պաշտպանական շրջանի բնագծի սկիզբն ու իջնենք Շուքյուրբեյլի գյուղից ձախ գտնվող տեխնիկայի վերանորոգման ավտոպարկ։ Ինչպես տեսնում եք, ամսի 3-ի արբանյակային լուսանկարների սահմանն այստեղ ավարտվում է։ Միայն երևում են Brem եւ EMR ինժեներաէվակուացիոն միջոցները։ Իսկ այս ավելի կանաչ հատվածը նկարված է օգոստոսի 13-ին, որտեղ ավտոպարկը դատարկ է։ Սակայն եթե ժամանակացույցը դնենք հոկտեմբերի 30-ի վրա, ապա կհայտնվի ողջ այն տեխնիկան, որը շուրջ 1 ամիս այս տարածքում խոցվել կամ շարքից հանվել է։ Առնվազն 39 միավոր տեխնիկա ավտոպարկի ներսում է։ 9, 11 ու եւս 13-ը հարակից տարածքներում։ Ընդհանուր առմամբ միայն 72 միավոր վերանորոգման կամ խոտանման ենթակա տեխնիկա։ Խնդրեմ, սա այն հրամանատարների, զինծառայողների եւ կամավորների արածն է, ովքեր կռվել են ու ընկել հանուն Արցախի, հանուն իմ եւ քո վաղվա օրվա։ Նրանք չեն չափել հողն ու հետ չեն կանգնել իրենց իսկ խոսքերից։ Այդպիսով օրհասական պահին պատասխան են տվել բոլորի սխալների համար։ Մենք առավել քան պարտավոր ենք վառ պահել տղերքի հիշատակը, ովքեր չեն պարտվել, ովքեր իրենց խնդիրը գերակատարել են։ Այս քարտեզը լիովին անվճար է եւ հասանելի է լինելու բոլորի համար։ Պարզապես սկանավորում եք այս QR կոդը։
եւ դիտում համակարգչով, որպեսզի կարողանաք ժամանակացույցը հետ կամ առաջ տալ։ Իսկ քարտեզի KML ֆայլը ստանալու համար գրեք իմ անձնական էջին։ Համբերություն բոլորիս։